Քեզ մեր Տերը, մեր Աստվածը Տեր, մեր սպասելիքը քեզանից է Տեր։ Շնորհակալ ենք քեզնից Տեր, որ ունենք եկեղեցի Տեր, որ որդեգրել ես մեզ ամենքից Տեր իմ Աստված, գոհանում եմ, օրհնիր այսօրվա ողջ ծառայությունը Տեր եւ փառք ենք քեզ տալիս։ Ամեն։ Փառք մեր Աստծուն։ Սիրելի եկեղեցի, քո ծնունդը շնորհավոր։ Փառք մեր Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Մենք դարձանք 8 տարեկան։ Փառք մեր Տիրոջը։ Կարող ես նստել քո կողքինիդ մի օրտանքի լավ խոսք ասել։ Օրհնված ենք փառաբանությունով, Աստված ձեզ շատ օրհնի։ Այսօրվա խոսքս ասեմ խոսքին, որտեղ մենք խոսքով ենք, ամեն ինչը խոսքով եւ խոսքով պետք է քայլենք։ Մենք մեծացել ենք խոսքով, մենք քայլում ենք եւ ապրում ենք եւ զորանում ենք խոսքով։ Ամեն։ Փառք մեր Աստծուն խոսքի համար։ Այսօրվա խոսքս այսպես եմ ես վերնագրել արթուն կացիր։ Արթուն վիճակ, սա պետք է մենք միշտ հասկանանք, որ սա մեզ շատ պետք է, երբ որ քայլում ես, մեծանում ես, դու չես կարող քնած մեծանաս, դու եթե քնած աներ հաստատ չեր մեծանա։ Այսօր արթուն վիճակի շնորհիվ է, որ մենք 8 տարեկան ենք ու հզոր ենք եւ զորավոր ենք, զորության հոգին, ինչպես մի փոքր ուշ կխոսեմ, որ մեր մեջ բնակվում է, փառք մեր Աստծուն։ Գիտես, ասեմ քեզ, որ արթուն վիճակը շատ կարևոր է։ Եվ մինչև խոսքին տեղը կարդալուց, որ կարդամ, մենք հասկանում ենք, որ Աստվածաշունչը շատ բազում տեղեր խոսում ասում է արթուն կացեք, աղոթ կարեք, անդադար չէ։ Մենք հասկանում ենք, որ սա խոսում է ոչ թե անդադար աղոթ կանելու մասին, այլ խոսում է, որ մենք արթուն վիճակ ունենանք։ Եվ ինչպես ասեմ, որ մարդկանց մոտ, երբ որ ֆիզիկապես, երբ որ ովքեր որ վարում են մեքենաներ, իրանք լավ գիտեն, իրանք միշտ պետք է արթուն վիճակ ունենան, եւ մի փոքր աշկդ կտրում ես եւ սկսում է քաոս տիրել։ Դու պետք է միշտ արթուն, դու չես կարող աշկերդ փակես եւ վարես մեքենան։ Ճիշտ է, այսպես ժամանակներ կա, փոխվում են մեքենաներ կա, որ դու կարաս ղեկը թողնես, բայց դրա մասին չի խոսքը, հասկանում եք ամեն բան։ Ու կան նույնիսկ գյուտեր, որ շատ տարիներ առաջ էր, որ մեկը այսպես խոսում էր, գիտնական, որ իրանք պատենտավորել են այդ գտած այդ գյուտը, խոսում են նրա մասին, որ պետք է ժամանակ գա, որ մարդկանց պետք է ծախեն ինչ-որ այսպես ձեռքերի վրա անցկացնող այդպես օղակներ, որ ինքը կարող է հաղորդի կոմպյուտերին, որ տվյալ օդաչուն ինքը կարող ննջի իր ղեկի վրա։ Ու գիտես, այս ամեն ինչը այսօր եկել է եւ այդ կա այդ գիտությունը զարգացել է եւ ամեն բան այսօր կա։ Ու նա ինչ անում, հսկում է, որ մարդը ղեկի վրա չննջի։ Ու այսօր գիտես, ես այսօր հասկանում եմ այսօր, որ մեր հոգևորներս ավելի պետք է այսպես ստապ լինենք, որտեղ այսօր կա մեծ պատերազմ չերևացող, չէ՞, չերևացող պատերազմ կա, որտեղ այսօր ժամանակները շատ չարացել են, մենք գիտենք ամեն բան փչացել է, առաջվանը չի, ամեն մարդու մեջ ուզում ես գտնես գեղեցկություն, այդ հոգու խաղաղությունը չկա։ Ու մենք պետք է այսօր պետք է ճակատամարտին, այդպես ասեմ, այդ կռվին մենք այսօր պետք է պատրաստ լինենք ամեն բանի մեջ եւ պետք է մենք արթուն վիճակ ունենանք։ Սա շատ կարեւոր է։ Մարկոս 13:30-37-րդ խոսքը, եկեք տեսնենք։ Այստեղ մի փոքր վերևից ես կարդամ, ասում է ճշմարիտ ասում եմ ձեզ, թե այս ազգը չի անցնի, մինչև որ այս բոլորը չլինի։ Մենք գիտենք, որ վերջին օրերի մասին, որ խոսում ասում է, որ չի անցնի ոչ մի բան եւ ամեն բան պետք է լինի։ Երկինք եւ երկիր կանցնեն, բայց իմ խոսքը չեն անցնի։ Այստեղ գիտես, վերջին օրերի մասին շատ մարդիկ կան, որ այսպես վերցերը շատ ենք լսում վերջին օրերի համար, թե երբ պետք է գա Քրիստոսը։ Նույնիսկ օրեր են ասում, ժամանակներ են ասում, բայց սա հասկացեք, որ սա չի կարող լինի, որտեղ Աստվածաշունչը շատ հստակ խոսում է։ Միայն այն օրվա եւ ժամի համար ոչ ոք չգիտի, հրեշտակները եւ երկնքում եւ ոչ էլ որդին, բացի միայն Հայրը։ Եթե մեր Տեր Հիսուս Քրիստոսը չգիտի գալու ժամանակը, Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ, այսինքն եթե ձեզ խոսեն, մենք պետք է հստակ հասկանանք, որ ոչ մեկ չգիտի դրա ժամանակը։ 33-րդ խոսքում ասում է զգուշացեք, արթուն կացեք եւ աղոթ կարեք, որովհետեւ չգիտեք թե ժամանակները երբ են։ 35-րդ խոսքում ասում է արթուն կացեք, նորից խոսում է արթուն կացեք։ Արթուն կացեք, չգիտեք թե
Տանտերը երբ կգա իրիկունը թե կես գիշերին, թե հավի խոսելու ժամանակ, այսինքն ակլորականջին, թե առավոտյան, որ չլինի թե հանկարծ գա ձեզ քնած գտնի։ Բայց ինչ որ ձեզ ասում եմ, ամենին եմ ասում, արթուն կացեք։ Գիտեք, այս վերջի տողերը, որ ես կարդում եմ, մի փոքր ուզում եմ հասկանանք, որ մարդիկ կան, որ Քրիստոսի գալուստից առաջ են ննջել։ Աստվածաշունչը խոսում է, ասում է, որ արթուն կացեք, աղոտ կարեք անդադար։ Արթուն կացեք, աղոտ կարեք։ Մենք մեր կյանքերի մեջ պետք է հասկանանք, որ մեր կյանքը հավիտենություն չի, դա կարա լինի, ինչպես խոսքի մեջ գրված, ասում եմ, մի փոքր թելը, չգիտես, երբ կկտրվի։ Չէ, այսպես շատ օրինակներ կան, այսպես ասում եմ, թենիկից դուրս եկած գոլորշու պես, տեսնում ես եւ չես տեսնում։ Ծաղիկի պես, այսպես շատ շուշուտ այստեղից խոսում եմ, սա արթնացնելու համար եմ ես խոսում այս ամեն ինչ, չեմ ուզում ձեզ տխրեցնեմ։ Մենք պետք է ապրենք մեր կյանքը, ինչպես մեր վերջի օրը, որ վաղը դու երբ որ ինչ-որ պետք է թռնես ինքնաթիռով Հայաստան, ինչ ես անում։ Պատրաստ ես, պայուսակներդ արդեն ամեն ինչ պատրաստ է, դու արդեն գիտես, որ վաղը պետք է գնաս։ Այսինքն մենք պետք է պատրաստ լինենք երկինքի արքայություն մտնելու համար ու շատ զգուշ լինենք, որ մենք պատրաստ լինելով, այսինքն մեր, ինչպես խոսքն ասում է, մեր զգեստները պետք է ճերմակ լինեն, այսինքն մեր մաքրությունը, սրբությունը, մենք պետք է շատ մաքուր, սրբված լինենք, որ երկինք մտնելուց Տեր ասի հավատարիմ եւ սուրբ ծառա, ճանաչում եմ քեզ, ինչպես խոսքի մեջ ասա, որ ձեզ չեմ, բնավ ես ձեզ չեմ ճանաչում։ Այսինքն մենք պետք է ապրենք այդ ամեն սրբության մեջ եւ պատրաստ լինենք եւ արթուն վիճակը սրա մասին է խոսում։ Այսինքն մենք ունենք 8 տարի է, որ հաճախում ենք եկեղեցի, շատ լավ է, եկեղեցին 8 տարի է, բայց այստեղ պետք է մենք հասուն վիճակ ունենանք, որ սրա մասին խոսում եմ ես, այդ հասուն վիճակը, այդ հասակը ունենանք, ոչ թե այսպես, ես տարիները շատ արագ անցնում են։ Ես չգիտեմ, այդ տարիները իմ համար շատ արագ են անցել, այդ 8 տարիները։ Բայց գիտեմ, որ մնացած ժամանակը շատ արագ պետք է անցնի ու մենք պետք է շատ արթուն վիճակ ունենանք։ Կապ չունի դու ասենք ինչ ես արել, քո գործերը չի որ քեզ պետք է փրկի, այսինքն մենք պետք է արթուն եւ սուրբ վիճակ ունենանք, որ մտնենք երկնքի արքայություն։ Ամեն։ Փառք Աստծուն։ Այսինքն ապրենք մեր ամենօրվա կյանքը, ինչպես թե վերջի օրը հասած լինի։ Միշտ պատրաստ լինենք եւ արթուն լինենք։ Աստված ուզում է, որ մենք լինենք արթուն եւ զարթուն եկեղեցի լինենք։ Արթուն եւ զարթուն, որովհետեւ նորից եմ խոսում, մարդու կյանքը շատ կարճ է եւ նման է մի փոքր թելի, որ չգիտես երբ կկտրվի։ Աստված բնակվում է մեր սրտերում, մենք շատ ենք խոսացել սրա մասին։ Եվ Աստված չհաճեցավ բնակվել տաճարներում։ Աստված չուզեցավ բնակվել եւ Աստված բնակվում է մեր սրտերի մեջ։ Ովքեր Քրիստոսին ընդունել են Տեր եւ Փրկիչ, ովքեր թույլ են տալիս, որ Աստված թագավորի իր սրտերի մեջ։ Առաջի Կորինթացիս 6-րդ գլխում, կամ թե դուք չգիտեք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ ձեզանում է, որ նրան Աստվածանից ունենք։ Մեր սրտերը Քրիստոսի տաճար են։ Փառք մեր Աստծուն։ Աստված ուզում է մեր սրտերի մեջ բնակվի։ Ու այստեղ 2 Տիմոթեոսի 7-րդ խոսքում, որովհետև Աստված չտվեց մեզ երկչոցության հոգի, այլ զորության եւ սերի եւ զգաստության հոգի։ Այստեղ շատ խոսում է, որ մենք պետք է զգաստ լինենք։ Ոչ թե քնած լինենք, չէ՞։ Աստված զորության հոգի, Աստված մեզ տվեց, որ մենք զորություններ առած լինենք։ Մենք տեսնում ենք, երբ որ Քրիստոսի աշակերտները, երբ որ պահկված են միտեղ, երբ որ Սուրբ Հոգին եկավ իրանց վրա իջավ, իրանք ինչ եղան, զորություն առան։ Եվ դուրս եկան ամբողջ աշխարհը սկսեցին ավետարանել։ Այսինքն մենք հասկանում ենք, որ երկչոցության հոգի չէ, այլ զորության հոգին է մեր ներսը բնակվում։ Երկչոտության հոգի եւ զգաստության հոգին։ Աստված ուզում է, որ մենք քնած չլինենք, այլ լինենք զորացած, այլ լինենք միշտ զգաստ։ Սա շատ կարևոր մաս է, որ մենք պետք է ինքներս արթուն լինենք, արթուն վիճակը մեզ պետք որ ունենանք։ Գիտես, այսպես մտածում եմ, մարդը, երբ որ քնած է ֆիզիկապես,
Կամ ասենք ստապ չի իր վիճակը, ինչ ես անում, որ իրան արթնացնես։ Շատ ասենք մարդկա ասենք ուզում ես կամ ասենք գիտես ինքը վատ ազգում ու այդ ժամանակ իրան ուզում ես սթափեցնել, արթնացնես կամ կարա քնած լինի կամ ինքը վատ զգա, ինչ ենք անում։ Մարդկա ասենք տեսած կյանք, ասենք ձեռքերը սկսում են իրան սեղմել, չէ, որ ինքը ցավը զգա, որ ինքը արթնանա։ Ինչ որ մի բան անում ես, որ իրան արթնացնես։ Կարաս ինչ որ մի ծակող բանով իրան արթնացնես։ Այսպես շատ բաներ կա, որ կարաս ֆիզիկապես մարդուն արթնացնես։ Կամ ասենք մի հատ բարձր ձայն կարա եղնի, չէ, բղավելով իրան կարաս հետ բերես, չէ, այսպես տխուր բաներ չեմ ասում, բանա, չէ, այդպես մարդիկ կան, որ մահանում են, իրանից բարձր ձայնով հետ են բերում, ինչ է կոչվում դա հոգեդարձ։ Չեմ ուզում տխուր բաներ, այսօր մեր 8-րդ ծննդյան եկեղեցու տարեդարձի օրն է, այսպես ծանր բաներ չենք խոսում։ Ինչևից է, այստեղ, գիտես, այստեղ ինչպես որ մարդուն դու կարաս սթափեցնես, եւ նույնպես հոգեվոր աշխարհում, եթե մարդը գալիս է եկեղեցի հաճախում է երկար ժամանակ, եւ այդ քնած վիճակից ինչ ձև կարաս իրան հետ բերես։ Մենք խոսեցինք ֆիզիկապես ինչ-որ մեթոդների համար, տես, ասենք, կարաս ջուրը վերցնես, լցնես, այդ մարդը սառը ջուրը լցնում ես, ինքը միանգամից արթնանում է, չէ՞, կամ ասենք, եթե գնում ես առավոտ դու լվացվելու, մանավանդ ասենք այդ սառը ջրով որ լվացում ես, ինչ ես անում, արթնանում ես։ Եվ այստեղ ամենակարևոր բաներից մեկը սա ջրի նման է, որ մենք գիտենք, որ ջուրը Աստվածաշնչի մեջ խոսում է, որ ջուրը հենց խոսքն է, եւ հոգեվոր մարդուն արթնացնելու համար կարա մենակ ջուրը արթնացնի, այսինքն խոսքը կարա արթնացնի։ Հունարենում մի բառ կա, ռեմա խոսքը, ովքեր որ Աստվածաշնչյան դպրոց սովորել են, գիտեն, նա խոսքը հատուկ երկնքից, ոչ թե ասենք քնար տատի հեքիաթներից, չէ, երկնքից խոսք հատուկ իրավիճակների համար։ Կարաս քո մոտ գրես, ովքեր որ թուղթ ու գրիչ ունեն ձեռքերը, հատուկ խոսք երկնքից քեզ համար, հատուկ իրավիճակների համար։ Դու գիտես, այսօր կարաս քո գործերի մեջ, հոգսերի մեջ լինես, ու հոգևոր վիճակդ իր տեղում չլինի։ Բայց երկնքից եկած հատուկ քեզ համար խոսքը, որ Սուրբ Հոգին բերում է, կարա քեզ արթնացնի։ Սա շատ կարևոր է։ Փառք մեր Աստծուն։ Առաջի Կորինթացիս 1:18 խոսքը, եկեք տեսնենք։ Որովհետև խաչի խոսքը, դες նորից խոսում ենք խոսքը, հատուկ խոսք երկնքից, կորածների համար հիմարություն է, բայց փրկվածների համար Աստծո նորից տեղ ենք ասում զորությունն է։ Փառք Աստծուն։ Եթե ես եւ դու պատկանում ենք երկրորդ դասին, որ ընդունել ենք Քրիստոսին եւ փրկություն ունենք, մեր փրկվածներից համար Աստծո զորությունն է։ Այսինքն այդ խոսքը ռեման, որ երկնքից ինձ հատուկ խոսք, որ եկել է ինձ ու քո համար, դա կարա այդ խոսքը արթնացնի մեզ, զարթնացնի եւ սթափեցնի։ Ինչը խոսքը։ Ինչ կարա անի։ Զարթնեցնի, զորացնի եւ ոչ միայն զարթնեցնի, մենք կարանք եղնենք զորացած։ Գիտես, շատ ժամանակներ կա, որ դու քեզ զգում ես այսպես շատ թույլ հոգեվոր ու ինչպես հազիվ դիմակայում ես, որ չընկնես խնդիրների մեջ, մեղքերի մեջ, դա գոյատևել է, բայց երբ որ զորացած ես, դու կարող ես մեկին կանգնեցնել, մեկին զորացնել, մեկին արթնացնել, մեկին օգնես, ու սա շատ կարևոր է, որ մենք լինենք զորացած հոգևորներ։ Փառք Աստծուն։ Մատթեոս 3:16-17 խոսքը ասում է, որ երբ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը մկրտվում էր ջրի մկրտությամբ, ասում է եւ ահա երկնքից մի ձայն եկավ, որ ասում էր. դա իմ սիրելի որդին եւ ես նրան հավանեցի։ Որին ես հավանեցի։ Աստված հստակ ձևի երկնքից խոսեց, ասավ դա իմ սիրելի որդին, որին ես հավանեցի։ Եվ տեսնում ենք երկրորդ տեղը Ղուկաս ավետարան 9-րդ գլխի 28-րդ խոսքը, եւ երբ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը բարձրացավ այդ սարի վրա,
եւ այլակերպվեց, ասում է, եւ դեմքը ջամպես շատ փայլում էր, եւ այնտեղ ասում է իր աշակերտներն ասացին, այստեղ շատ լավ է, Պետրոսն ասեց, եկեք 3 հատ տաղավար սարքենք, մեզ պետք չի իջնենք ներքև, Տիրոջ ներկայությունն իջել էր, եւ ով իսկ ասի, եւ նրանց ով երևաց։ Ով? Եղիան։ Ամեն։ Եղիան եւ Մովսեսը։ Փառք ասում քո համար, որ գիտես։ Իսկ ովքեր որ չգիտեն, բացեք Աստվածաշունչը կարդացեք, սա շատ լավ է։ Եվ գիտես նրանք տեսել էին Մովսեսին, Եղիային, Տիրոջ փառքը իջել էր նրանց վրա եւ զարմացել էին, գիտես Մովսեսի համար կարդացել էին, Եղիայի համար լսել էին Աստվածաշնչի մասին, իրաց համար ամեն ինչ լավ էր, բայց երկնքից մի հատ ձայն նորից իջավ։ Եվ խոսքն ասում է 35-րդ խոսքում, եւ ձայնը եղավ եւ ամպերի միջից որ ասեց. «Դա իմ սիրելի որդին, դրան լսեք»։ Թողեք Եղիային, թողեք Մովսեսին, նայեք Քրիստոսին, դա իմ սիրելի որդին եւ նրան ինչ արեք, մտիկ տվեք։ Դրան նայեք։ Դրան լսեք։ Այսօր գիտես, լսելը եւ տեսնելը մեզ կարած թափեսնի։ Լսելը եւ տեսնելը։ Ասում եմ լսելով կլսեք եւ չեք լսի, որտեղ ինչ եք, քնած եք։ Տեսնելով կտեսնեք եւ չեք տեսնի։ Այսօր մեզ պետք է որ տեսնելով տեսնենք եւ լսելով լսենք, քնած վիճակից դուրս գանք։ Աստված ասում է նրան մտիկ տվեք։ Մի քիչ կոպիտ է այստեղ խոսում, ասում դրան, բայց հայրը որդուն կարա ասի։ Փառք մեր Աստծուն, մեր Փրկչին, մեր Քրիստոսին։ Խաչի քարոզությունը, կորածների համար հիմարությունը, բայց մեզ փրկվածներից համար ինչ է? Զորություն։ Փառք Աստծուն։ Փառք մեր Տիրոջը։ Աստվածաշնչում Հովհաննես ավետարան 3:14-ում մի հետաքրքիր բան է գրված։ 14-րդ խոսքն ասում է, եւ ինչպես Մովսեսը օծը բարձրացրեց անապատումը, այնպես էլ պետք է մարդու որդին բարձրացվի։ Ես այստեղ երկու նկար եմ պատրաստել։ Այստեղ հին ուխտում կար, որ օծերը գալիս եւ իրանց կծում էին։ Շատ մարդիկ մահացան, շատ մարդիկ վնասվեցին եւ աղոթքի պատճառով, երբ որ Մովսեսը խնդրեց, մի պղնձի օդ ձուլեց եւ բարձրացրեց, Աստված թույլ տվեց ովքեր որ այդ օծին նայեն, իրանք բժշկվեն։ Եվ ասում է այդ մեղքի պատճառով օծերը երբ որ գալիս խայթում էին, պետքա գային հասնեն այդ ձուլված օծի մոտ եւ նային այդ ձուլված օծին եւ այդ ժամանակ իրանց մոտ կսկսեր բժշկությունը եւ իրանք բժշկում էին։ Եվ խոսքն ասում է այնպես էլ պետք է մարդի որդին բարձրացվի, որ ամեն նրան հավատացողը որ չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Խնդրեմ որ երկրորդ նկարը ցուցադրեք։ Տեսեք, այստեղ նույնպես Քրիստոսը մեզ համար անես դառավ մեր մեղքերի պատճառով։ Ով ինչպես խոսքն ասում է որ մարդի որդին բարձրացավ խաչ, որովհետև նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Փառք Աստծուն։ Գիտես այսօր շատ նման է այդ հին օրերին։ Այսօր մենք մեղքի պատճառով խոցոտված ենք եւ այդ օծերը չարը գալիս եւ մեր իր թույնով սկսում է խփել եւ մենք ինչ ենք անում, հեռանում ենք Աստծուց։ Եվ այդ թույնը գործում է մեղքը մեծ պատ է կանգնեցնում, որ մենք ինքներս հեռանանք Աստծուց։ Եվ սատանան իր մեղքերով, փորձություններով օրոր ասում մեզ, որ մենք լավ քնենք։ Սատանան գիտես ոչ մեկս իր համար խնդիր չենք։ Նա միայն արթուն քրիստոնյաներից է վախենում։ Մեզ պետք է մենք արթուն վիճակ ունենանք։ Մենք պետք է զորացած լինենք, որտեղ խոսքն ասում է, որ ես ձեզ տվեցի այն հոգին, այլ տվել եմ ձեզ զորության հոգի։ Տես մենք այստեղ փառաբանության մեջ խոսում ենք, երգում ենք, ասում են զորության հոգի։ Եկավ եւ բնակվեց մեր ներսը։ Երբ որ զորության հոգին մեր ներսն է, դու զգացել ես, ասենք
Այդ ուրախությունը պետք է լինի, այդ զորությունը պետք է մեր ներսը լինի։ Տեսել ես, ասենք, ուրախ մարդ, բայց քնած։ Ինքը շատ ուրախ է, բայց քնած է։ Դե ուրախությունը չի երևա, չէ՞։ Եթե ուրախ է, ինքը պետք է զարթուն եղնի։ Արթուն եւ զարթուն, զորացած լինենք։ Ամեն ժամ արթուն մնանք, զորացած լինենք Տիրոջով։ Փառք մեր Աստծուն։ Գիտես, ես հետ նայում մի բան եմ հասկանում, երբ որ Աբրահամը, Մովսեսը, Դավիթը պատերազմում էին, եւ ուր էին նայում նրանք։ Նրանց օգնությունը երկնքից է, նրանք նայում են երկինք։ Բայց այստեղ մեր Հայր Աստված ասում է նրան մտիկ տվեք, Քրիստոսին մտիկ տվեք։ Այսօր մեր ուշքը եւ միտքը պետք է լինի Քրիստոսի վրա։ Այսօր եթե մենք ուզում ենք արթուն եւ զարթուն վիճակ ունենանք, պետք է լսենք Քրիստոսին։ Պետք է իր խոսքը մեր ներսը բնակվի, որ կարողանա մեզ արթնեցնի եւ զարթնեցնի։ Արթուն անի։ Ոչ մի բան քեզ չի կարա զարթուն անի։ Ես այստեղից բեմից միշտ խոսացել եմ, խոսամ։ Ունես Աստվածաշունչ, զարթուն ես եւ կապրես։ Չունես Աստվածաշունչ, խոսքը կա, կյանք կա։ Կա Տիրոջ ջուրը, ունես կյանք։ Միայն Աստվածաշունչը կարա Աստծո խոսքը, ով տեսնենք եւ լսենք, մեզ կարա արթուն եւ զարթուն անի։ Փառք մեր Աստծուն, փառք մեր Տիրոջ, այսօր պետք է մենք Քրիստոսին նայենք, ինչպես Աստվածաշունչը եւ Աստված խոսում ասում է եւ նրան մտիկ տվեք։ Եկեք տեսնենք Քրիստոսին։ Մենակ Աստված կարա մեզ զարթեցնի։ Մի բան եմ ես հասկանում։ Երբ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը իր գործը ավարտեց եւ մեզ փրկեց մեզ դատաստանից, գնալով ասավ ես ձեզ կուղարկեմ Սուրբ Հոգին, որ դուք ворդ չմնաք։ Եվ այստեղ տեսնում եք նույն բանը եւ Հայր Աստված ասավ մտիկ տվեք Քրիստոսին, փրկչին, եւ Հիսուս Քրիստոսը նույնպես ասում է ուղարկում եմ ձեզ Սուրբ Հոգին։ Եթե նրա ձայնը լսեք եւ ձեր սրտերը չպնդասնեք, չէ՞, չկարսրացնեք ձեր սրտերը։ Եթե լսում ես Տիրոջ ձայնը, Աստվածաշունչը խոսում է, եթե լսեք նրա ձայնը, ձեր սրտերը չպնդասնեք եւ չկարսացնեք։ Բացենք Տիրոջ առաջ, թող թագավորի մեր սրտերի մեջ, ինչպես խոսում ենք, որ մենք տաճար ենք Քրիստոսին։ Դառնանք տաճար, առաջի Կորինթացիս 6:19-20-ում խոսում է սրա մասին։ Կամ թե չգիտեք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ ձեզանում է, որ նրան Աստվածանից ուղարկեց։ Փառք մեր Աստծուն։ Մեր տաճարը Աստծունն է, մեր մարմինը մերը չի, Աստծունն է։ Եկեք այնպես ապրենք, որ Քրիստոսը մեր Աստված Սուրբ Հոգին թագավորի մեր սրտերի մեջ եւ լինի գահը մեր սրտի մեջը, ոչ թե մեր գահը լինի մեր սրտերի մեջ, այլ լսեք նրա ձայնը, այլ զորությունը, եթե ուզում ես քո սրտիդ մեջ շարժվի եւ դու ես զորացած, Քրիստոսը պետք է թագավորի քո սրտիդ մեջ։ Իսկ եթե դու քո մեջ չկա այդ արթուն զարթուն վիճակը, քեզ միայն եւ միայն կարա այդ դեղի անունը կարամ ասեմ, դա Աստծո խոսքն է։ Մենք մի հատ լավ խոսք երգ ունենք, Աննա Մեխակյանը խոսում ասում է միայն մի խոսք ռումբից էլ հզոր։ Ես այդ Աստծո խոսքը ռումբից ավելի հզոր է։ Եվ որ ասում է երկիրն է դողում, կարող եք YouTube-ներում մանգալ այդ լսեք այդ երգը, չնայած մենք այստեղից շատ անգամ այդ երգերը լսել ենք։ Աստծո խոսքը ռումբից ավելի վեր է, նա շատ հզոր է։ Նա կարա քեզ արթնացնի, ուղղակի դու կպի Աստվածաշնչին եւ Աստծո խոսքը քեզ կբացի, ինչքան էլ շատ ամուր քնած լինես, դու հաստատ կարթնանաս։ Եվ կլինենք ինչի համար արթնանանք, որ լինենք զորավոր, զորացած, պատմություն փոխող։ Առաջի Թեսաղոնիկեցիս 5-րդ գլխի 17-րդ խոսքում ասում է հոգին մի հանգչեցրեք։ Սուրբ Հոգին, երբ որ ձեր ներսն է, դու կարաս հանգչեցնես։ Սուրբ Հոգուն կարաս նեղացնես։ Եվ ասում է ձեզ ամեն բան կներվի, բացի միայն նրանից, եթե Սուրբ Հոգուն հայոյեք։
Ես հասկանում եմ, որ ոչ մեկ չի Սուրբ Հոգուն հայոյում, բայց եթե դու հետ ես տարվում Սուրբ Հոգուն եւ չես լսում, այդ քեզ տանելու է կորիստ եւ այդ ամեն ինչը քեզ չի ներվի։ Այսօր պետք է չհակառակվենք, հակառակ չկանգնենք Սուրբ Հոգուն Աստծո խոսքին, մեր սրտերը պետք է բացենք, որ Սուրբ Հոգին թագավորի մեր սրտերի մեջ, երբ որ Հիսուս Քրիստոս ասում է իմ ընկերին բարեկամ, եւ մի հատ լավ գիրք կա, որ կոչվում է Բարի լույս Սուրբ Հոգի։ Չգիտեմ ովքեր է կարդացել, Սուրբ Հոգին Աստված է։ Սուրբ Հոգին երկրի վրա մեծ գործեր է գործում։ Քանդում է սատանայի գործերը։ Եկեք Սուրբ Հոգու հետ միացած, զորացած մեծ գործեր անենք։ Եթե ասում է տեսնում էին Տիրոջ գործերը, ասում է, եթե ինձ հավատաք, սրանից ավելի մեծ գործեր կանեք։ Այսօր գիտես, քո ձեռքերը ոչ մեկ չի կապել, որ Սուրբ Հոգու հետ համած գործակցես ու Սուրբ Հոգու հետ Աստծո գործերն անես երկրի վրա։ Որտեվ Աստվածաշնչի մեջ գրված է, ասում է ինձ հավատացողը ավելի մեծ գործեր կարող անի։ Եթե Սուրբ Հոգու հետ ես, դու զորացած ես, եթե Սուրբ Հոգու ձայնը ճանաչես եւ իր կամքի մեջ մնաս, կզորանաս եւ քայլես առաջ։ Նորից խոսում եմ սրա մասին, երբ որ ժամանակ կար, որ խոցոտված էին օծերից, նայելով պղնձի օծին եւ այսօր նույնպես պետք է մենք նայենք խաչի զորությանը, խաչի քարոզչությանը։ Այսօր գիտես մեզ համար մեծ հակաթույն է ստեղծել Աստված, որ մենք չվնասվենք այդ խնդիրներից, այդ մեղքերից, այդ պղծություններից, որ մեր ամեն մի կողքը վխտում է։ Այսօր մենք պետք է ձեռք բերենք այդ հակաթույնը։ Մի հատ կարճ ռոլիկ եմ տեսել ինտերնետում, այնտեղ կա ամենաթունավոր օծը, որ կոչվում է Կարալևսկի կոբրան, նա շատ մահացու է, բայց մի փոքր կենդանի կա, որ իր վրա չի ազդում։ Մեծ փղեր, այրուզները գիտես վախենում են, դողում են, իրանցից հեռու են մնում, որտեղ նրա մի հատ կծածը սպանում է միանգամից։ Մի հատ փոքր կենդանի կա, մանգուստա, հայերեն չգիտեմ դա ոնց է կոչվում։ Գիտես նա վրա է հասնում, իր ներսը կա այդ հակաթույնը, ու միանգամից խեղդում սպանում է այդ օծին։ Նա չի վախենում, որտեվ այդ օծի թույնը չի կարի վրան հասնի, որտեվ իր ներսը կա այդ հակաթույնը, եւ նա շատ հզոր է։ Այսօր պետք է մենք պատվաստվենք այդ հակաթույնով, մեր Քրիստոսի տված զորությունով, խաչի զորությունով մենք կարող ենք ամեն բան անենք, որ չարի բերած հիմար բաները մեղքը մեր վրա ուժ չունենա։ Եկեք պատվաստվենք Քրիստոսի տված մեծ զորությունով։ Այդ զորությունը մեզ կարող է զորություն տալ, որ մենք հակառակ կենանք սատանայի բերած չար ուժերին։ Փառք մեր Աստծուն, եկեք ոտքի կանգնենք եւ վերցնենք աղոթքը։